Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վերահական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մակրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղի եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Ինչպես գիտեք, ամեն շաբաթ կիրակի 2 ժամով մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը։ Անձնական, գործնական, ֆինանսական, առողջական, ես մեծ սիրով ձեր հարցերին կպատասխանեմ։ Կարող եք նաև տալ այսպիսի հարցեր, ձեր վրա որևէ տեսակի նեգատիվ կա, թե ոչ, ես այդ հարցերին նույնպես պատասխանում եմ։ Եթե ես զգամ, հասկանամ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը դա որևէ տեսակի նեգատիվն է, ես դա նույնպես բարձրաձայնելու եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики. Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Я каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Каждую субботу и воскресенье у меня прямые эфиры на ТикТоке, где я отвечаю на ваши вопросы. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Лишние отношения, финансы, здоровье, наличие негатива. Я с большим удовольствием на ваши вопросы буду отвечать на русском. Ասկանը սիրելիներս սկսում ենք մեր ուղիղ դուք եք սիրելիներս ակտիվ եղեք ձեր նվերներով, ձեր լայքերով, ձեր սրտիկներով, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Քրիստինե 51 տարեկան, ֆինանսական և անձնական։ Քրիստինե 51 տարեկան, ֆինանսական և անձնական։ Սիրելի Քրիստինե, ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիրներ եկա, պրոբլեմներ եկա, սիրելի Քրիստինե, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Ռեբեկա 31 տարեկան, Ադամ, կմիանան թե ոչ։ Ռեբեկա, Ադամ, կմիանաք թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի Ռեբեկա, սիրելի Ադամ, բայց միություն կլինի, ճիշտ է, կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց միություն կլինի։ Անժելա 40 տարեկան, անձնական։ Անժելա 40 տարեկան, անձնական, գործնական։ Կա խնդիրներ, սիրելի Անժելա, կա խնդիրներ և անձնական, և ֆինանսական ոլորտի հետ կապված։ Սիրելի Անժելա, ձեր վրա կա թուղթուղիղ, ձեր վրա կա մագիա, որը փակում է և ձեր անձնականը, փակում է և ձեր գործնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից
եւ կլինի անձնական եւ կլինի գործնական։ Ձեր վրա կա թուղթուգիր, որը ամեն ինչ փակում է, սիրելի Անժելա։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների եւ նվերների համար։ Շնորհակալ եմ։ Բուրաստան 57 տարեկան ֆինանսական եւ անձնական Բուրաստան ֆինանսական եւ անձնական տեսնենք ինչ է ասում տիեզերքը Սիրելի Բուրաստան եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն եւ շատ մեծ հաջողություն ձեր խնդիրները բոլոր ոլորտներում անցնելու են ձեր դեմ բացվելու է հաջողության ժամանակահատված Սեդա 21 տարեկան եւ երեխա կունենաք Սեդա 21 տարեկան երբ երեխա կունենաք Սիրելի Սեդա, դուք երեխա կունենաք շատ շուտ, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, դուք երեխա կունենաք։ Գեղամ Սոնա, կհասնեք իրար թե ոչ։ Գեղամ Սոնա, կհասնեք իրար թե ոչ։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր վրա նեգատիվ կա, ձեր վրա մագիա կա եւ Գեղամի եւ Սոնայի հնարավոր է ազգի վրա կա խնդիրներ, որի պատճառով ես չեմ տեսնում, որ միություն կլինի։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդակը ձեր երկուսի ազգի վրայից մաքրեք։ Նոր դրանից հետո հնարավոր է, որ լինի սեր, լինի միություն, լինի երջանկություն։ Լիա 44 տարեկան անձնական Լիա 44 տարեկան անձնական Սիրելի Լիա ձեր վրա կա թուղթուգիր, որը փակում է ձեր անձնականը Ձեր անձնականի վրա կա կախարդանք, կա մագիա Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական, սիրելի Լիա։ Շնորհակալ եմ։ Հասմիկ 38 տարեկան ֆինանսական Կա խնդիրներ սիրելի Հասմիկ, ձեր ֆինանսները ոնց որ անբարակյալ լինեն, կա ֆինանսական խնդիրներ, սիրելի Հասմիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը փակում է ձեր ֆինանսական հաջողության ճանապարհը, դուք փորձում եք այդ իրավիճակից դուրս գաք, հաղթահարեք, բայց ոչ մի օգուտ չի լինում, ընդհանրակը սիրելի Հասմիկ, քանի գնում ավելի վատանում է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք եւ կլինի ֆինանսական հաջողություն։ Ամբողջովին փակված է ձեր հաջողությունը, սիրելի Հասմիկ։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Գեղամ 22 տարեկան անձնական Գեղամ 22 տարեկան անձնական Սիրելի Գեղամ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն Սկզբից հաջողություն կլինի ձեր գործնական ոլորտում, ձեր ֆինանսական ոլորտում Հետագայում նաև հաղթանակ կլինի ձեր անձնական ոլորտում Շնորհակալ եմ Շատ շնորհակալ եմ Ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը
Կարող եք գրել եւ հայերեն, կարող եք գրել եւ ռուսերեն։ Ռուզաննա 30 տարեկան անձնական։ Ռուզաննա 30 տարեկան անձնական։ Տեսնեք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռուզաննայի համար։ Սիրելի Ռուզաննա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական։ Ձեր անձնականը փակված է, սիրելի Ռուզաննա։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Շնորհակալ եմ։ Մհեր Մայրյան։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է։ Մհեր Մայրյան։ Այո, քայլ կլինի, ձեր հարաբերությունների մեջ ցույց է տալիս, որ հաջողություն կլինի, սիրելի մհեր, սիրելի Մայրյան։ Շնորհակալ եմ լայքերի, նվերների ու սրտիկների համար։ Ես էլ ձեզանից եմ շնորհակալ։ Արսեն Ալլա, զգացմունք կա թե ոչ։ Արսեն Ալլա, կա խնդիրներ, սիրելի Արսեն, սիրելի Ալլա։ Ընդհանրապես տեսնում եմ, որ ձեր հարաբերությունների հետ կապված խնդիրներ կա։ Ցույց է տալիս, որ կա մագիա եւ Արսենի եւ Ալլայի հետ կապված, կա խաշտանք, որը չի թողնում, որ առաջ գնաք, որը չի թողնում, որ երջանիկ լինեք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախաշտանքը երկուսիդ վրայից մաքրեք, նոր կլինի երջանկություն, նոր կլինի անձնական երջանկություն։ Շնորհակալ եմ։ Կա խնդիրներ սիրելի մասիս, հնարավոր է պրոբլեմներ լինի պետական դռների հետ։ Գիտեք ինչ, կա խնդիրներ եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, հնարավոր է խնդիրներ պետական դռների հետ կապված, բայց սիրելի մասիս ցույց է տալիս, որ ձեր տան վրա, ձեր տոմի վրա կա նեգատիվ, կա մագիա, որը բերում է ձեզ, կանգնեցնում է անընդհատ խնդիրների ու պրոբլեմների առաջ, որպեսզի երջանիկ ապագա լինի, սիրելի մասիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդանքը ձեր տան, ձեր տոմի վրայից մաքրեք եւ կլինի երջանկություն եւ կլինի հաջողություն։ Անընդհատ ձեր կյանքի մեջ խնդիրներ եւ քանի գնա այնքան խնդիրները շատանալու են, սիրելի մասիս։ Էմա 18 տարեկան Աբագա։ Էմա 18 տարեկան Աբագա, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Էմայի համար։ Սիրելի Էմա, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում ձեզ հաջողություններ է սպասվում եւ հաղթանակներ է սպասվում։ Ինչ երազանքներ որ ունեք, սիրելի Էմա, ձեր երազանքները կատարվելու է։ Նանա 28 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Նանա։ Սիրելի Նանա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն,
դուրս եկեք այս նեգատիվից, դուրս եկեք այս անեծքից եւ կլինի երջանկություն եւ կլինի անձնական երջանկություն եւ կլինի ֆինանսական հաջողություն։ Բարև ձեզ, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Ռոզա Միրքո, ամուսնություն կլինի թե ոչ։ Այո, սիրելի Ռոզա, սիրելի Միրքո, ամուսնություն կլինի, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, ամուսնություն կլինի։ Ժորա 35 տարեկան, անձնական և ֆինանսական։ Ժորա 35 տարեկան, անձնական և ֆինանսական։ Սիրելի Ժորա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը ձեր և անձնականն է փակում և ֆինանսականն է փակում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կլինի անձնական և կլինի ֆինանսական։ Ձեր վրա թուղթուգիր կա, սիրելի Ժորա։ Մաքրեք այդ թուղթուգիրը և անձնական կլինի և ֆինանսական կլինի։ Թամարա 22 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Թամարա։ Սիրելի Թամարա, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր կյանքի բոլոր ոլորտները փակված են, դուք զգում եք, որ կա խնդիր, կա նեգատիվ, չի թողնում, որ լինեք երջանիկ։ Սիրելի Թամարա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դուրս եկեք այս նեգատիվից և կլինի երջանկություն։ Այս նեգատիվը, սիրելի Թամարա, ամեն ինչ քանդում է, ամեն ինչ փլուզում է։ Շնորհակալ եմ։ Աքսել 39 տարեկան, աբագա։ Աքսել 39 տարեկան, աբագա։ Սիրելի Աքսել, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, որի պատճառով աբագա չկա։ Ամեն ինչ քանդվում է, ամեն ինչ փլուզվում է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի աբագա։ Սիրելի Աքսել, ձեր վրա կա մագիա, որ ամեն ինչ քանդում է։ Դոնարա 23 տարեկան, անձնական։ Սիրելի Դոնարա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի հաջողություն։ Այս նեգատիվը ամեն ինչ քանդում է, սիրելի Դոնարա։ Իրինա 19 տարեկան։ Սիրելի Իրինա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա տոհմական անեծք։ Ամեն ինչ փակված է, ոչ անձնական կա, ոչ երջանկություն կա, ոչ ֆինանսական հաջողություն կա։ Սիրելի Իրինա, դա միայն քեզ չի վերաբում, դա ձեր ազգի բոլոր ներկայացուցիչների վրա կա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան ձեր վրա այս մաքրեք, սիրելի Իրինա, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի հաջողություն։ Էմա 18 տարեկան, կամուսնանական մարդու հետ ում հետ շփվում եք։ Էմա 18 տարեկան։
չեմ տեսնում ամուսնություն, որովհետև ցույց է տալիս, որ կա մագիա եւ ձեր վրա եւ այդ տղամարդու վրա կա գիր, որը չի թողնում, որ ձեր շփումը վերածվի երջանիկ ամուսնության։ Սիրելի Էմա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան մաքրեք այդ մարդու վրայից եւ նոր հնարավոր է որ լինի ամուսնություն։ Այդ մարդու վրա, այդ տղամարդու վրա կա գիր, որը չի թողնում, որ ինքը ամուսնանա։ Գրում եք սիրելի Լուսինե, քանի տարեկան եք, ձեր անունը, որովհետեւ ես կարողանամ պատասխանել, դուք տղա երեխա կունենաք, թե ոչ։ Անունը, տարիքը եւ հարցը։ Շնորհակալ եմ։ Կարինե 25 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կարինե 25 տարեկան, սիրելի Կարինե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ձեր դեմ բացում է ճանապարհներ, ձեր դեմ բացում է հնարավորություններ, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք սիրելի Կարինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Լուսինե 23 տարեկան, տղա երեխա կունենաք, թե ոչ։ Լուսինե 23 տարեկան, տղա երեխա կունենաք, թե ոչ։ Սիրելի Լուսինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը փակում է տղա երեխա ունենալու հնարավորությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավորություն կլինի, որ դուք տղա երեխա ունենաք։ Ալլա 29 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ալլայի համար։ Ալլա 29 տարեկան, անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Ալլա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Ալլա, ձեր անձնականի հետ կապված, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Հրանտ 25 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հրանտի համար։ Հրանտ 25 տարեկան, սիրելի Հրանտ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, ճիշտ է կա խնդիրներ, կա պրոբլեմներ, բայց դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Կարինե 46 տարեկան, ֆինանսական։ Կարինե 46 տարեկան, ֆինանսական։ Կա խնդիրներ, սիրելի Կարինե, որովհետև ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, որպեսզի լինի ֆինանսական հաջողություն։ Այս նեգատիվը սիրելի Կարինե, ամեն ինչ փակում է, չկա ֆինանս եւ քանի գնա այնքան կլինի պրոբլեմներ եւ մինուսներ։ Մարութ 26 տարեկան, անձնական։ Մարութ 26 տարեկան, անձնական։ Սիրելի Մարութ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Մարութ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Սուրեն 25 տարեկան, ինչպես կավարտվի գործերը, տեսնենք ինչ է ասում։ Սուրեն 25 տարեկան, ինչպես կավարտվի ձեր գործերը։ Կա խնդիրներ, սիրելի Սուրեն, կա պրոբլեմներ, սիրելի Սուրեն, ընդհանրապես ցույց է տալիս, որ դուք այդ խնդիրների առաջ կանգնել եք, որովհետև ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա պրոբլեմ, ձեր վրա կա մագիա եւ կախարդանք, որովհետեւ սիրելի Սուրեն, դուք կարողանաք այս իրավիճակից
հաղթանակով դուրս գա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ նոր դրանից հետո ձեր գործերի մեջ կլինի դրական ավարտ, գործերի մեջ կլինի հաղթանակ։ Քանի կայս մագյան այս պրոբլեմը, եթե դա ավարտել որ լինի, կլինի ի վնաս ձեզ, սիրելի սուրեն։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Նարե 34 տարեկան, տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Նարեի համար։ Կա խնդիրներ, սիրելի Նարե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Էլեն 23 տարեկան, հղիությունը նորմալ կընթանա, թե ոչ։ Էլեն 23 տարեկան, ձեր հղիությունը նորմալ կընթանա, թե ոչ։ Ընդհանրապես մի քվախեցեք, ոչ մի խնդիր, ոչ մի պրոբլեմ չկա, ոչ մի խնդիր, ոչ մի պրոբլեմ չկա։ Հասկացաք, մի քվախեցեք, դուք վախեր ունեք, բայց ցույց է տալիս, որ մի քվախեցեք, ամեն ինչ նորմալ կլինի։ Շնորհակալ եմ։ Արմինե 36 տարեկան, անձնական։ Արմինե 36 տարեկան, անձնական։ Սիրելի Արմինե, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք նեգատիվից եւ կլինի երջանկություն եւ կլինի հաջողություն։ Ձեր վրա թուղթուկիր կա, որ ամեն ինչ փակում է։ Սևակ աղունիկ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, սևակ աղունիկ, այո, քայլ կանի, ձեր հարաբերությունների մեջ առաջխաղացում կլինի, սիրելի սևակ, սիրելի աղունիկ, Ֆրանսուի 40 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, Ֆրանսուի 40 տարեկան, սիրելի Ֆրանսուի, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի երջանկություն, ինչ երազանք նպատակներ, որ ունեք սիրելի Ֆրանսուի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Բարև ձեզ, կրանցվեք իմ ալիքների, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Մհեր 29 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի մհերի համար։ Կա խնդիրներ, սիրելի մհեր, կա խնդիրներ եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, ընդհանրապես ցույց է տալիս, որ կա խնդիրներ, սիրելի մհեր, կա դժվարություններ, բայց մի քվախեցեք, դուք այդ դժվարություններից, այդ խնդիրներից հնարավորություն եք ունենալու հաղթանակով դուրս գալ։ Կարոլինա 30 տարեկան, անձնական եւ ֆինանսական, Կարոլինա 30 տարեկան, անձնական, ֆինանսական,
Սիրելի Կարոլինա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը ձեր եւ անձնականն է փակում եւ ձեր ֆինանսականն է փակում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի հաջողություն։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Գոհար 24 տարեկան, կհասնեք ձեր նպատակին, թե ոչ։ Սիրելի Գոհար, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեսք, որը փակում է ձեր նպատակները, որպեսզի դուք ձեր նպատակներին հասնեք, որպեսզի ձեր երազանքները կատարվի, սիրելի Գոհար, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդանքը ձեր վրա մաքրեք, նոր դուք հնարավորություն կունենաք ձեր երազանքներին եւ նպատակներին հասնելու։ Այդ մագիան, այդ կախարդանքը, սիրելի Գոհար, ամեն ինչ փակում է, ամեն ինչ քանդում է։ Շնորհակալ եմ։ Զախար 38 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Զախարի համար։ Կա խնդիրներ, սիրելի Զախար, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, սիրելի Զախար։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Հայկ 38 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հայկին։ Սիրելի Հայկ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հատկապես սկզբնական շրջանում հաջողություն լինելու է ձեր ֆինանսական ոլորտում, սիրելի Հայկ։ Գոհար 23 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գոհարի համար։ Գոհար 23 տարեկան, կա խնդիրներ, սիրելի Գոհար, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, սիրելի Գոհար, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Գոհար, ձեր երազանքները, ձեր նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ։ Լայքերի, սրտիկների, նվերների համար շատ շնորհակալ եմ։ Հասմիկ 29 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ 29 տարեկան, ընդհանուր, սիրելի Հասմիկ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, սիրելի Հասմիկ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Թեմուր 29 տարեկան, ընդհանուր։ Թեմուր 29 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թեմուրի համար։
Սիրելի Թեմուր ցույց է տալիս, որ ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն եւ անձնական երջանկություն է ցույց տալիս եւ ֆինանսական հաջողություն է ցույց տալիս։ Սիրելի Թեմուր, Կոր 23 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կորի համար։ Կոր 23 տարեկան։ Սիրելի Կոր, ձեր ազգի վրա կա անեզք եւ հայրական ազգի եւ մայրական ազգի, որի պատճառով հիմա ձեր մոտ սիրելի Կոր շատ վտանգավոր իրավիճակ է եւ անձնական խնդիրներ եւ ֆինանսական խնդիրներ, կա նաեւ առողջական խնդիրներ։ Սիրելի Կոր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի հաջողություն։ Այս նեգատիվը, այս մագիան ձեզ ամբողջովին գցելու է քաոսի անհայտության մեջ։ Սիրելի Կոր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Ռաֆայել 19 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռաֆայելի համար։ Ռաֆայել 19 տարեկան։ Սիրելի Ռաֆայել, կա խնդիրներ, ձեր ազգի վրա կա թուղթուգիր, ձեր ազգի վրա կա անեզք, ամեն ինչ քանդվելու է, ցույց է տալիս, որ դուք խնդիրներ կունենաք ձեր կյանքի բոլոր ոլորտներում, եւ անձնական, եւ գործնական խնդիրներ կունենաք եւ պետական դռների հետ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի չլինի այս փլուզման process-ը, որպեսզի կարողանաք այս փլուզման process-ին դիմակայել։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար։ Կոհար 38 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կոհարի համար։ Կա խնդիրներ, սիրելի Կոհար, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք սիրելի Կոհար, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Կան խնդիրներ, բայց դուք հնարավորություն եք ունենալու սիրելի Կոհար այդ խնդիրներից ազատվել, այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների ու նվերների համար։ Շատ շնորհակալ եմ սիրելիներս։ Գևորգ 37 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Գևորգ 37 տարեկան։ Սիրելի Գևորգ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը ամեն ինչ փակում է, եւ անձնական է փակում, եւ գործնական է փակում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի հաջողություն։ Շնորհակալ եմ, Սուսաննա 48 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սուսաննայի համար։ Սուսաննա 48 տարեկան։ Սիրելի Սուսաննա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն։ Կա խնդիրներ, բայց դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս։ Եվ անձնական ոլորտում է լինելու հաջողություն, եւ գործնական ոլորտում է լինելու հաջողություն, սիրելի Սուսաննա։ Շնորհակալ եմ։ Անժելա 22 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անժելայի համար։ Անժելա 22 տարեկան։
Սիրելի Անժելա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք սիրելի Անժելա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու է։ Լիլիթ 29 տարեկան, Լիլիթ 29 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Կա խնդիրներ, սիրելի Լիլիթ, կա խնդիրներ, բայց նաև կա լուծում ձեր ֆինանսական ոլորտում և անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Խնդիրներից էլ հաղթանակով դուրս եք գալիս, սիրելի Լիլիթ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Արմեն 20 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի համար։ Արմեն 20 տարեկան, սիրելի Արմեն, կա խնդիրներ, բայց մի վախեցեք, և ձեր անձնական ոլորտում, և ձեր գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Մի վախեցեք, առաջ գնացեք, մի հիասթափվեք, և անձնական ոլորտում կլինի հաջողություն, և գործնական ոլորտում։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար։ Գևորգ Դիանա, Գևորգ Դիանա, ինչ է սպասվում։ Կա խնդիրներ, սիրելի Գևորգ, սիրելի Դիանա։ Կա խնդիրներ և ֆինանսական ոլորտում, և անձնական ոլորտում, սիրելի Գևորգ, սիրելի Դիանա, բայց դուք հնարավորություն եք ունենալու այդ խնդիրները հաղթահարել և հաղթանակով դուրս գալ։ Հաջողություն ես ցույց տալիս, սիրելի Գևորգ, սիրելի Դիանա։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Սիրելի Գոհար, 36 տարեկան, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, հատկապես ֆինանսական ոլորտում, մեծ հաղթանակներ է լինելու, եթե դուք խնդիրներ ունեք, սիրելի Հասմիկ, դուք այդ խնդիրներից ֆինանսական ոլորտի հետ կապված հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը։ Անձնական, գործնական, ֆինանսական։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը։ Շնորհակալ եմ, Էդվարդ, 28 տարեկան, անձնական։ Էդվարդ, 28 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի
Էդվարդի համար։ Սիրելի Էդվարդ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը փակում է ձեր անձնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի հաջողություն, սիրելի Էդվարդ, ձեր վրա կա թուղթուգիր։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ Աննա, 49 տարեկան, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Սիրելի Աննա, ձեր վրա կա տոհմական անեծք, ամեն ինչ փակված է, ամեն ինչ քանդված է, ամեն ինչ քանդվում է, կա առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս այս նեգատիվից, սիրելի Աննա, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն։ Գևորգ Մայրամ, ինչ է սպասվում։ Գևորգ Մայրամ, ինչ է սպասվում, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գևորգի և Մայրամի համար։ Սիրելի Գևորգ, սիրելի Մայրամ, սպասվում է հաջողություն, սպասվում է հնարավորություններ, ձեր դեմ բացում է ճանապարհներ, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Գևորգ, սիրելի Մայրամ, դուք հնարավորություն եք ունենալու այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս գալու։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Անահիտ 64 տարեկան, տուն կգնեք թե ոչ։ Անահիտ 64 տարեկան, տուն կգնեք թե ոչ։ Այո, սիրելի Անահիտ, դուք ձեր տունը կգնեք, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, սիրելի Անահիտ, այո, դուք ձեր տունը կգնեք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Հասմիկ 39 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Կա խնդիրներ, սիրելի Հասմիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր և անձնականն է փակված, և գործնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Հասմիկ, ձեր տան վրա կա մագիա, ձեր բնի, ձեր օջախի վրա մաքրման գործողություն կատարեք, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն, սիրելի Հասմիկ։ Շնորհակալ եմ լայքերի, շնորհակալ եմ սրտիկների ու նվերների համար։ Շատ շնորհակալ եմ։ Գագիկ 29 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գագիկի համար։ Սիրելի Գագիկ, ձեր վրա կա թուղթուգիր, և անձնականն է փակված, և կա ֆինանսական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի հաջողություն, սիրելի Գագիկ։ Շնորհակալ եմ։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, դուք տարիք չեք գրում, դժվար է գրել ձեր տարիքը, գրում եք ձեր տարիքը, որպեսզի ես կարողանամ ձեր հարցերին ճիշտ պատասխանել։ Միլենա 18 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը
մեր սիրելի Միլենայի համար։ Միլենա 18 տարեկան, կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, սիրելի Միլենա, բայց մի վախեցեք, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակներ, որ ունեք, սիրելի Միլենա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու է։ Տիրուհի աստատուր կմիանաք, թե ոչ։ Տիրուհի աստատուր կմիանաք, թե ոչ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Այո, սիրելի տիրուհի, սիրելի աստատուր կմիանաք, ձեզանից էլ աշկա լուսանք եմ սպասում, կմիանաք, միություն կլինի։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Չեք բաժանվում, միություն կլինի։ Ալիսա 30 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ալիսայի համար։ Ալիսա 30 տարեկան, սիրելի Ալիսա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հատկապես տվյալական շրջանում հաջողություն է լինելու ձեր անձնական ոլորտում։ Շնորհակալ եմ, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը։ Լիդա 40 տարեկան, ֆինանսական։ Լիդա 40 տարեկան, ֆինանսական։ Սիրելի Լիդա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, եւ ֆինանսականն է փակված, եւ անձնականն է փակված, կա նաեւ առողջական խնդիրներ։ Սիրելիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի հաջողություն։ Սոֆիա 73 տարեկան, երբ եք հարց ունենալու։ Սոֆիա 73 տարեկան, երբ եք հարց ունենալու։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սոֆիայի համար։ Սիրելի Սոֆիա, ձեր տան վրա, ձեր ազգի վրա կա մագիա, ձեր ազգի վրա կա կախարդանք, որը թույլ չի տալիս, որ դուք հարց ունենաք, թույլ չի տալիս, որ ձեր որդու մոտ լինի ամուսնություն։ Սիրելի Սոֆիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի հարց ունենալու եւ այդ հարց ունենալու հնարավորությունը դուք կունենաք, սիրելի Սոֆիա։ Շնորհակալ եմ դակերի։ Տաթև 34 տարեկան, անձնական։ Տաթև 34 տարեկան, անձնական։ Սիրելի Տաթև, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։
Ալիսա 30 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալիսայի համար։ Ալիսա 30 տարեկան անձնական։ Սիրելի Ալիսա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական, սիրելի Ալիսա։ Գրիգոր 41 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գրիգորի համար։ Գրիգոր 41 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Գրիգոր։ Սիրելի Գրիգոր, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը փակում է ձեր անձնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Գրիգոր, որպեսզի լինի անձնական։ Շնորհակալ եմ, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, նորմալ գրեք, հասկանալի գրեք, ճիշտ գրեք, որպեսզի ես էլ կարողանամ ճիշտ պատասխանել։ Աննա 35 տարեկան, անձնական։ Աննա 35 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի Աննա։ Սիրելի Աննա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական։ Ձեր անձնականը անընդհատ քանդվում է, ձեզ թվում է, թե էս է ձեր կյանքի մեջ կլինի երջանկություն, մեկ էլ կանգնում եք սիրելի Աննա փլուզման առաջ, հուսահատության առաջ։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շնորհակալ եմ նվերների համար։ Կայանե 29 տարեկան, կարիերա, Կայանե 29 տարեկան, կարիերա, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կայանեի համար։ Սիրելի Կայանե, ձեր մասնագիտական ոլորտում լինելու է հաջողություն, ինչին ցկտում եք, դրան հասնելու եք, սիրելի Կայանե։ Ձեր կարիերայի ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, մի քվախեցեք, մի հիասթափվեք, առաջ գնացեք։ Էդգար, ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ 39 տարեկան, Էդգար, ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Էդգար 39 տարեկան, ֆինանսական։ Սիրելի Էդգար, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, նաև հաջողություն է լինելու ձեր անձնական ոլորտում։ Եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Էդգար, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, սիրելի Էդգար։ Իգիթ 61 տարեկան, գործնական։ Իգիթ 61 տարեկան, գործնական։ Սիրելի Իգիթ, ձեր գործնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք, դուրս եք գալիս։ Հաջողություն է ցույց տալիս, սիրելի Իգիթ, ձեր գործնական, ֆինանսական ոլորտում։ Շնորհակալ եմ։ Դիանա 33 տարեկան, աբագա։